Ծանոթացնեմ ձեզ, լսել եք երկերս վստահ եմ, բայց ես զավակն եմ պատմական Հայաստանի ծնված Զեյթունցի Եսայի Ամբուկյանի մորս Ծաղիկ Շահակյանի ընտանիքում երբ ծնողներս 1946-ին այնտեղի հայրենիք ներգաղթեն, եկել են հայրենիք ապրելուց, իսկ ծնվել եմ Երևանում այստեղ։ Սովորել եմ Նորաշի համար 43 միջնակարգ դպրոցում, որի ավարտելուց հետո սովորել եմ Փանոս Տեր-Նամեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ավարտելուց հետո պատիվն եմ ունեցել ուսանելու մեր սիրելի բանաստեղծող Սիլվա Կապիտոկյանի որդու Արայիկ Շիրազի հետ միասին գեղարվեստական ինստիտուտում։ Բայց գիտեք, ճակատագիրը տարբեր է վերաբերում տարբեր մարդկանց հետ եւ ես այդ ժամանակին միաժամանակ գիտար նվագում էի եւ երգում էի եւ ունենք Երևանում ակումբ ունենք համաժեք կուլտուրայի տուն, այդ կուլտուրայի տան նվագախումբ հիմնեցինք 1967-68 թվականին Երևանի վոկալ-գործիքային անսամբլ սիրեցի երգել եւ մահացավ այստեղ Երևանում Հարիս Վաստերակյանը, ես մորս հետ մեկնեցինք Լիբանան, որից հետո Միացյալ Նահանգներ։ Արդեն 50 տարի ես ապրում եմ Միացյալ Նահանգներում եւ քանդակ չեմ անել, որտեվ սկսեցի երգել, տեսա որ ժողովուրդը սկսավ գնահատել, ձայնագրությունները սկսավ վաճառվել եւ կամատ է ագամա դարձա երկիչ եւ 50 տարի է ես ձայնագրություններ եմ անել, շատ երկեր ունեմ մեր արգաժան Սիլվա Կապիտոկյանի բարերով գրված, իմացեք մեծագույն բանաստեղծիչ երես Սիլվա Կապիտոկյանը եւ ինքան հապարտ եմ, ինքան ուրախ եմ իր ոչեղած ժամանակ ավետը ունեցել եմ մեկ երկու անգամ հանդիպել ինձ հետ, բայց այս հատերը, որ ինձ համար շատ հատկանշական է եւ շատ կարեւոր է ունենք, որ մի քիչ ուզածում ես կտեկեք դրա համար սպատերի մեջ ինքան հիշատակներ կան, ինչ բանացածություններ են գրվել է սպատերի մեջ, որ ձեզանից որից է մեկին կարա պարտներ պատիվ մերի առաջին է իմ, ես մի հատ երկ եմ երկել, այդ երկեմ ես հետում, գաջերս կեզ որան, ես կպագեմ ուտողերով, որ աշխարում կեզ չտեսնեմ, որ աշխարում կեզ չտեսնեմ, և խենդ լեզուս անունը տա, որ աշխարում կեզ չտեսնեմ, որ աշխարում կեզ չտեսնեմ, երբ խենդ լեզուս անունը տա, ես կսեղմեմ ատամներով, որ անունից չշշնջար, շատ աժելի է, որ դուք ձեր ժամանակից առիթ գտնում եք, ոչ թե միայն մենք շատ գրողներ ունենք, կանացածներ ունենք, գիտականներ ունենք, ես անպայման կուզենամ, որ այդտեղ գնանք, որ չկտրվենք մեր պոեզիայից, մենք 4000 տարվա պոեզիա ունենք երևի մենք, բանաստեղծություն, երգ, երաժշտություն, ամեն գիտական աստվածություններ գնացեք, որ կարողանանք Սիլվային Արիվանի մատիվ դառնանք մեր բոլորս, ես շատ ուրախ եմ իրան։ Ես սիրով ողջունում եմ բոլորիդ, անկապ ուրախ եմ, որ անսպասելիորեն այդպես շատ աշակերտներ կան այստեղ, ինչու անսպասելիորեն, որովհետև նախ մենք չէինք նշել, որ հյուր ունենք այդպիսի նշանավոր, եւ պատկերացնում եմ երեխաներ ձեր զգացումները, ձեր
էմոցիաները, ես վստահ եմ, որ դուք շատ երկար հիշելու եք այս օրը, քանի որ Սիլվայի տանը հանդիպել եք Հարութին, սա կարծում եմ երկու մեծ